Աննա Վարդապետյանը նամակ ունի Բագրատ Սրբազանից, որ ասում է լսել է գլխավոր դատախազը ազգային ժողովում է հերթական ներկայացման, գուցե հարցերին էլ պատասխանի։ Բագրատ Սրբազանը մի քանի հարց ունի։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում է հրապարակում հարցերը, երբ քննարկվում է դատախազության 2025 թվականի կատարողականը։ Արդյոք մոնտաժված ու կեղծված չեն Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործի գաղտնալսում ձայնագրությունները։ Չի լսվում անունը ստացած հատվածների դեպքում իսկապես չի լսվում, թե միտումնավոր խմբագրված է։ Կա իրական ապացույց ավտոբուսներ վառելու մեղադրանքների մասին, թե դրանք քարոզչական նպատակ ունեն։ Ի վերջո, ինչ կոնտեքստում է 2 հոգու գյուլելու և 15 հոգու բանտ դնելու արտահայտությունը, կապ ունի արդյոք ահաբեկչության մեղադրանքի հետ։ Հուսում եմ, պարոն Մանուկյան, ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր։ Աննա Վարդապետյանը հարցերի չի պատասխանում, հայտարարություն է անում, պարզվում է հարցերի մեջ վիրավորանք է տեսել։ Բոլոր վիրավորանքները, որ ձեր հարցի անվան տակ թաքցրել եք, ինձ համար պարզ է նպատակը։ Տիկին Վարդապետյան, դուք եք մեզ վիրավորել։ Դուք մեզ վիրավորել եք սուտ տեղեկություններ տալ։ Մեր Սարգսյան Արտուրի հեղինակության հետ է քաղաքը, Բագրատ Սրբազանի հեղինակության հետ է քաղաքը, որ ԿՊ պատգամավորները իրար հերթ չտալով ելնում էին, բայց Սրբազանն ասել է, հեսա 2-3 հոգի գյուլելու ենք։ Հանրայինի եթերում կարդացել եմ ամբողջ այդ գաղտնալսումը, որը պարզում է, որ սուտ է այդտեղը։ Անհողդողդ է գլխավոր դատախազը, ասում է որևէ մեղադրյալի հարցադրումները քննարկելու տեղը ազգային ժողովը չէ, դատարանն է, որտեղ սակայն դատաքննությունները երբեմն միտումնավոր ձգձգվում են, որ ապացույցների ներկայացման փուլը որքան հնարավոր է հետաձգվի։ Իրանք են ամենաշահագրգիռը, որ դատականություն այդ փաստերը մեջտեղ գա։ Ձգձգումը Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների մասին չէ։ Արագ դատաքննությունը կնշանակի կեղծիքի արագ բացահայտում, պնդում է ընդդիմադիր պատգամավորը։ Որտեղ կպարզվի, որ քննչական մարմինները կեղծիք են արել, տոտալ գաղտնալսել են, մոնտաժել են, հազարավոր ժամեր մոնտաժած, բերել դուք էլ ազգային ժողովի ամբիոնից ԿՊ-ին համոզել եք, որ Սարգսյան Արտուրին պետքա կալանավորել, որտեղ Սարգսյան Արտուրը ինչ որ երկաթի աստղիկներով որոշել է անիվները ծակել, որը պարզվա, որ սուտ է, ջուր։ Ասում եմ, բան ունեք ասելու, գնացեք ստորագրեք սուտ-ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության տեղեկացման մասին ու ասեք այդ ամեն ինչը գրավոր, որպես վկա։ Ընդդիմադիր պատգամավորին վկա դառնալու հորդոր անող գլխավոր դատախազին նույն ընդդիմադիր պատգամավորը տեղեկացնում է։ Ուսամ այս անգամ ինչպես Փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է Աննա Վարդապետյանին Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով վկայի կարգավիճակ տալ, դատարան հրավիրելու համար։ Երբ հատուկ ու ուղիղ բացատրություն չի տրվում, վերահաստատվում է, որ նպատակը մեկն է՝ քաղաքական հրահանգով արատավորել 18 հոգու կյանքը, պատիվն ու հեղինակությունը, ինչը չի ստացվելու, նամակում պնդում է Բագրատ Սրբազանը։ Հայրենիքի կալանավոր Բագրատ arczepiskopos Գալստանյան։ Իդեպ գլխավոր դատախազը, որ այսօր խորհրդարանում հայտարարել է, իրենք ոչ թե ազգային, այլ պետական շահն են սպասարկում։ Սուս ու փուս է, երբ բանը լրագրողների հարցերին է հասնում։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։